Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-ի անալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-ի անալիքներում, Telegram-ի անալիքներում, TikTok-ի անալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ սիրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Мои прямые эфиры, они сохраняются на моих каналах, а у меня есть каналы на Ютубе, на Инстаграме, на Контакте, на Телеграме, на ТикТоке. Напишитесь на мои каналы, там много хороших информаций для каждого из вас. Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերի, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, կարող եք նաև նման հարցեր տալ, ձեր վրա կա որևէ տեսակի նեգատիվ, ես նման հարցերի նույնպես պատասխանում եմ, եթե ուղիղ եթերին տասկում ես հասկանամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը կապված է նեգատիվի առկայության հետ, ես դա նույնպես բարձրաձայնելու եմ։ Дорогие мои подписчики, много моих подписчиков, они русскоязычные люди. Каждую субботу, воскресенье я выхожу на прямой эфир, где отвечаю на ваши вопросы. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, финансы, здоровье, наличие негатива. Я с большим удовольствием и на ваши вопросы буду отвечать на русском. Դուք եղեք ակտիվ ձեր լայքերով, ձեր սրտիկներով, ձեր նվերներով, նման ձևով կարողանաք ձեր շնորհակալությունը հայտնել իմ կատարած աշխատանքի համար։ Սկսենք սիրելիներս։ Արմինե 34 տարեկան, երբ կստանաք անձնագիր օտար երկրի։ Արմինե 34 տարեկան։ Սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա նեգատիվ, որը կարող է խնդիրներ առաջացնի ձեր անձնագիր ստանալու հետ կապված։ Կա նեգատիվ, որովհետեւ դուք կարողանաք ձեր անձնագիրը ստանալ ավելի շուտ, առանց կոնֆլիկտների, առանց դժվարությունների, կամ նույնիսկ չստանաք ընդհանրապես, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, եւ անձնագիր կարող է լինի, եւ քաղաքացիություն կարող է լինի։ Այս նեգատիվը փակում է ձեր հաջողության անձնագիր ստանալու ճանապարհը նույնպես։ Հայկուի 36 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հայկու համար։
Հայկուի 36 տարեկան առողջական չէ, Հայկուի 36 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Հայկու համար, Հայկուի, սիրելի Հայկուի ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս սիրելի Հայկուի ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Էմիլ 27 տարեկան ընդհանուր, Էմիլ 27 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Էմիլի համար։ Կա խնդիրներ, սիրելի Էմիլ, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց այդ խնդիրները, պրոբլեմները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, առանց վախենալու առաջ գնացեք եւ ձեր դեմ բացվելու է ճանապարհներ, ձեր դեմ բացվելու է հնարավորություններ։ Մայրամ 42 տարեկան ընդհանուր, Մայրամ 42 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Մայրամի համար, սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մոգական կախարդական գործողություն, որը փակում է եւ ձեր անձնականը, փակում է եւ ձեր գործնականը, կա նաեւ առողջական խնդիրներ, կլինեն 100% առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ, որովհետև մինչև հիմա միայն գրանցում եք պարտություններ, միայն գրանցում եք պրոբլեմներ։ Իրինա 52 տարեկան ընդհանուր, Իրինա 52 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Իրինայի համար։ Սիրելի Իրինա, ցույց է տալիս, որ ձեր հատկապես ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Եթե խնդիրներ կա պետական իրավական մարմինների հետ կապված, դուք այդ խնդիրներից նույնպես հաղթանակով դուրս եք գալիս։ Խնդիրը, պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված, հաջողություն է ցույց տալիս։ Շնորհակալ եմ նվերների, շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Նարա 36 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Նարայի համար։ Նարա 36 տարեկան։ Սիրելի Նարա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա։ Փակված է եւ անձնականը, փակված է եւ գործնականը։ Գիտեք ինչ, սիրելի Նարա, դուք ոնց որ եկել եք եւ փակուղու առաջ եք կանգնել եւ չեք կարողանում այդ հարցականներից, այդ պրոբլեմներից դուրս գալ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրում, մաքրեք ձեր բիոէներգետիկ դաշտը, մաքրեք ձեր աուրան եւ դուք հաղթանակներ կունենաք, հաջողություններ կունենաք։ Եթե մնա այս նեգատիվը ընդհակառակը, քանի գնա, անկան խնդիրներն ու պրոբլեմները կշատանան։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նվերների համար։
Նատաշա 29 տարեկան ֆինանսական Նատաշա 29 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նատաշայի համար Սիրելի Նատաշա, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիր եկա, պրոբլեմ եկա, դուք այդ խնդրես պրոբլեմից դուրս եք գալիս հաղթանակով, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ։ Հաջողություններ ցույց տալիս սիրելի Նատաշա։ Մանե 21 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մանեի համար։ Մանե 21 տարեկան անձնական Կա խնդիրներ սիրելի Մանե բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Մանե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար։ Կարինե 55 տարեկան ընդհանուր Կարինե 55 տարեկան ընդհանուր Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար Սիրելի Կարինե Անակնկալ հաջողություն է մտնելու ձեր կյանքի մեջ եւ այդ անակնկալ հաջողությունը ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա ազդելու է չսպասված հաջողություն է լինելու եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում նաեւ այնպիսի եթե դուք շատ երազանք ունեք մեծ երազանք ունեք ձեր այդ երազանքը 100% կատարվելու է դուք էլ չեք հավատում բայց ձեր այդ երազանքը 100% կատարվելու է Կարեն 33 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար Կարեն 33 տարեկան անձնական Սիրելի Կարեն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ նոր կլինի անձնական։ Սիրելի Կարեն, ձեր անձնականը չկա, ձեր անձնականը անընդհատ քանդվում է։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Արարատ 33 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արարատի համար։ Սիրելի Արարատ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Քանի կա այս նեգատիվը, սիրելի Արարատ, ոչ անձնական կլինի, ոչ էլ գործնական կլինի։ Քանի նա այնքան կլինի խնդիր, այնքան կլինի պրոբլեմ։ Նելի Տեսնենք ինչ է ասում տիեզերքը Նելի, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նելիի համար Նելի 35 տարեկան Սիրելի Նելի, ձեր վրա կա թուղթուգիր Ձեր անձնականը փակված է, սա միայն ձեր անձնականի վրա չի ազդում, սա ազդում է նաև ձեր գործնականի վրա, դարապես եւ առողջականի վրա, հնարավոր է հորմոնալ ֆոնի հետ կապված խնդիրներ, սիրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ, սիրելի Նելի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր վրա կա գիր, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա, դուք դերևս հնարավորություն ունեք, ձեր էներգիան օգտագործում եք, բայց կա այնպիսի ժամանակ, որ արդեն ի վիճակի չեք լինի ձեր էներգիայով պայքարելու, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի,
կատարեք մաքրման գործողություն, սիրելի Նելի, եւ դուք դեռ երիտասարդ եք։ Ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Բարև ձեզ։ Դավիթ, գրում եք ձեր տարիքը։ Անուշ 30 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Անուշ 30 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Կա խնդիրներ, սիրելի Անուշ։ Կա խնդիրներ եւ ազնական ոլորտի հետ կապված, եւ գործնական ոլորտի հետ կապված։ Գիտեք ինչ, սիրելի Անուշ, այդ խնդիրները կան, բայց նաեւ այդ խնդիրները լուծելի են, այդ խնդիրները ժամանակավոր են։ Ձեր ցույց է տալիս, որ դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրներից ձեր ազատվել։ Ձեր կյանքի մեջ անակնկալ հաջողություն է լինելու եւ ազնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Աննա 53 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 53 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա։ Կա սիրելի Աննա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը բերում է նման առողջական խնդիրներ, որպեսզի լինի ապաքինում, որպեսզի լինի լավացում, սիրելի Աննա, պետք է եւ բժշկի ցուցումը կատարեք, պետք է նաեւ դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի լավացում։ Ձեր հիմնական ֆիզիոլոգիական խնդիրը դա ոչ թե ձեր մարմնի հետ է կապված, այլ ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որը ձեզանից խլում է ձեր կենսական էներգետիկան եւ ձեզ բերել կանգնեցրել է նման առողջական խնդրի առաջ։ Կատարեք եւ բժշկի ցուցումը, կատարեք նաեւ մաքրման գործողություն, կլինի ապաքինում։ Եթե չմաքրվեք, խնդիրները քանի կնան կվատանան, սիրելի Աննա։ Մելինե 27 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մելինեի համար։ Մելինե 27 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մելինեի համար։ Սիրելի Մելինե, ձեր ֆինանսական ոլորտում հատկապես լինելու է հաջողություն, եթե խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս, ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության հնարավորությունների ժամանակահատված։ Գեղեցիկ 49 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի գեղեցիկի համար։ Գեղեցիկ 49 տարեկան ընդհանուր։ Սիրելի գեղեցիկ, ձեր վրա կա տոհմական անեծք, հատկապես ձեր հայրական ազգը անեծքի տակ է։ Այս նեգատիվը փակում է ձեր կենսական էներգետիկան։ Ընդհանուր կա եւ ազնական խնդիրներ, կա եւ գործնական խնդիրներ, կա նաեւ առողջական խնդիրներ։ Սիրելի գեղեցիկ, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտները կլսվեն գույներով, ձեր կյանքի մեջ կմտնի հաջողություն։ Քանի կա այս հետ նեգատիվը, սիրելիների, քանի գնա այնքան պրոբլեմներն ու խնդիրները կշատանան։ Աշոտ 31 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աշոտի համար։
Աշոտ 31 տարեկան անձնական, սիրելի Աշոտ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անձնական մագիա, ձեր անձնականը փակված է, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի հաջողություն, սիրելի Աշոտ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Աշոտ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում, ոչ միայն անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Իրինա 42 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իրինայի համար։ Սիրելի Իրինա, ձեր կյանքի մեջ բացվում է հաջողության ճանապարհ, հաջողության հորիզոններ են բացվում, հնարավորություններ են բացվում։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից դուրս եք գալիս։ Հնարավոր է փաստաթղթերի հետ կապված խնդիրներ, այդ խնդիրները լուծվում են, ճանապարհներ է բացվում, հնարավոր է երկրից գնալու հնարավորություն լինի, հաջողություն է ցույց տալիս, սիրելի Իրինա։ Դավիթ 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 26 տարեկան անձնական, սիրելի Դավիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Դավիթ, դուք դեռ երիտասարդ եք, անտեղի աննպատակ ժամանակ մի կորցրեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում կլինի հաջողություն։ Կարլեն 51 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարլենի համար։ Սիրելի Կարլեն, հաջողություններ է ցույց տալիս, հաջողություններ, անակնկալներ, ուրախություն, երջանկություն, եթե նույնիսկ խնդիր է կա, պրոբլեմ է կա, սիրելի Կարլեն, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված, հատկապես ձեր անձնական ոլորտում, կայանե 30% ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար, Կայանե 30 տարեկան ֆինանսական, սիրելի Կայանե, ձեր ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, հնարավոր է եւ ձեր ֆինանսական ոլորտը լավանա, բարգավաճ է կապված ձեր անձնական ոլորտի հետ, հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, հաջողություն է ցույց տալիս։ Վախթանք 39 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վախթանգի համար, Վախթանք 39 տարեկան, սիրելի Վախթանք, հաջողություն է ցույց տալիս, ճանապարհներ է ցույց տալիս, հնարավորություններ է ցույց տալիս, ելքեր է ցույց տալիս, եթե նույնիսկ կան պրոբլեմներ, կան խնդիրներ, դուք այդ պրոբլեմներից, այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, հատկապես հաջողություն կարող է լինի ձեր գործնական, ձեր ֆինանսական ոլորտում։ Քրիստինե 46 տարեկան ընդհանուր, Քրիստինե 46 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար, Քրիստինե 46 տարեկան ընդհանուր, սիրելի Քրիստինե, ձեր վրա կա տոհմական անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի,
Կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Քրիստինե, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Քանի կա այս մագիան, քանի կա այս տոհմական անեծքը, ընդհակառակը դուք քանի գնաք, այնքան փակուղու եւ խնդիրների առաջ կկանգնեք։ Արթուր 42 տարեկան ընդհանուր Արթուր 42 տարեկան ընդհանուր տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար խնդիրներ սիրելի Արթուր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում սիրելի Արթուր ձեր վրա կա թուղթուգիր ձեր վրա կա մագիա ձեր վրա կա կախարդակ որը փակում է եւ ձեր անձնականը փակում է եւ ձեր գործնականը դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի կատարեք մաքրման գործողություն սիրելի Արթուր դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն Մայրամ 28 տարեկան կունենաք երեխա թե ոչ Մայրամ 28 տարեկան կունենաք երեխա թե ոչ տեսնենք ինչ է ասում տիեզերքը Սիրելի Մայրամ ձեր վրա կա թուղթուգիր որը փակում է ձեր երեխա ունենալու հնարավորությունը, որպեսզի լինի բալիկ, սիրելի Մայրամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ նոր հնարավոր է, որ լինի բալիկ, սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթուգիր, որը փակում է երեխա ունենալու հնարավորությունը։ Վլադիմիր 33 տարեկան աշխատանք Վլադիմիր 33 տարեկան աշխատանք տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վլադիմիրի համար Սիրելի Վլադիմիր լինելու է աշխատանք լինելու է հաջողություն եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր գործնական ոլորտում ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս շատ կարճ ժամանակ, բայց եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում դուք կունենաք հաջողություն։ Աննա 18 տարեկան կընդունվի համալսարան թե ոչ։ Աննա 18 տարեկան կընդունվի համալսարան թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Աննա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, որը հնարավոր է փակի ձեր եւ համալսարան ընդունվելու հնարավորությունը, ձեր մասնագիտական զարգանալու ֆինանսական կարիերայի հնարավորությունը, նաեւ անձնական երջանկությունը։ Դուք դեռ երիտասարդ եք, սիրելի Աննա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք եւ համալսարան կլինի, եւ կրթություն կլինի, եւ լավ մասնագիտություն կլինի, եւ անձնական երջանկություն կլինի։ Քանի կա այս նեգատիվը, չեմ տեսնում, որ դուք համալսարանում հեշտ կլինի ձեզ կամ կընդունվեք։ Այդ նեգատիվը փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Գևորգ 29 տարեկան ընդհանուր տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գևորգի համար շնորհակալ եմ նվերների համար շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար Գևորգ տեսնենք ինչ է ասում տիեզերքը կա խնդիրներ սիրելի Գևորգ Սիրելի Գևորգ, կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, բայց ցույց է տալիս, որ հնարավորություն կա, որ դուք այդ իրավիճակից հաղթանակով դուրս գաք։
ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Կա խնդիրներ, բայց այդ խնդիրները լուծելի են, այդ խնդիրները լուծելու համար չպետք է հիասթափվեք, պետք է առաջ գնաք, պետք է պայքարեք, ուղղակի որոշակի ժամանակ է պետք, որ դուք կարողանաք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Արմեն 51 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար։ Արմեն 51 տարեկան ֆինանսական, կա խնդիրներ սիրելի Արմեն, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց նաև ցույց է տալիս, որ սիրելի Արմեն, ձեր դեմ բացվում է հնարավորություն, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից կարողանալու եք հաղթանակով դուրս գալ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Նարա 18 տարեկան անձնական, Նանա 18 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նանայի համար։ Սիրելի Նանա, ձեր անձնականի վրա կա կատարված թուղթուգիր, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս մագիայի տակից, նոր կլինի անձնական։ Թե չէ, քանի կա այս մագիան, այս կախարդակը, ձեր անձնականը գալիս, տեղ չի հասնում, եթե այս մագիան մնա, էլի կգա եւ տեղ չի հասնի։ Ձեր վրա գիր կա սիրելի Նանա, որը փակում է ձեր անձնական հաջողությունը։ Մայրամ 28 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ ընդհանուր, կա խնդիրներ սիրելի Մայրամ եւ անձնական ոլորտում, սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթուգիր եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Մայրամ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Քանի կա այս նեգատիվը, ընդհանուր ձեր մոտ տեսարանը, պատկերը, կյանքի գույները, քանի գնալու, այնքան խամրելու է, այնքան կյանքդ բարդանալու է։ Լուսինե 50 տարեկան, ֆինանսականը կլուծվի, թե ոչ։ Լուսինե 50 տարեկան, ֆինանսական գումարային խնդիրները կլուծվեն, թե ոչ։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա, որը փակում է եւ ձեր ֆինանսական հաջողությունը, բերում է նաեւ անձնական խնդիրներ, կա նաեւ գործնական խնդիրներ, կա նաեւ առողջական խնդիրներ։ Սիրելի Լուսինե, որպեսզի լինի հաջողություն եւ ֆինանսական ոլորտի հետ կապված, որպեսզի այդ գումարային խնդիրներն ու պրոբլեմները լուծվեն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Քանի կա այդ նեգատիվը, չի լինում հաջողություն, ընդհանրակը կլինի գումարի կորուստ, կլինի անընդհատ գումարային պրոբլեմ եւ անձնական պրոբլեմ։ Մայրամ 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։
Մայրամ 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի մայրամ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի մայրամ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Արման 48 տարեկան առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմանի համար։ Արման առողջական։ Լուսինե 42 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Լուսինե 42 տարեկան ընդհանուր։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա թուղթուգիր, եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի առողջություն, կլինի հաջողություն։ Արման 48 տարեկան առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմանի համար։ Սիրելի Արման, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը բերում է նման առողջական խնդիր, որպեսզի լինի ապաքինում, որպեսզի լինի լավացում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի լավացում, կատարեք նաև բժիշկների ցուցումները, բայց նաև կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի ապաքինում։ Հունան 39 տարեկան ֆինանսական, Հունան 39 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ է ասում Հունան 39 տարեկան ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Հունան, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է առաջխաղացում, դուք այդ խնդիրներից եք, այդ պրոբլեմներից եք ձերբազատվելու եք։ Վահրամ 23 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վահրամի համար։ Վահրամ 23 տարեկան ընդհանուր, կա խնդիրներ, սիրելի Վահրամ,
Բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի վարա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Լյուբա 39 տարեկան ընդհանուր Լյուբա 39 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լյուբայի համար։ Սիրելի Լյուբա, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, կա խնդիրներ ձեր ֆինանսական ոլորտում, կա դժվարություններ ցույց է տալիս, բայց իմացեք, որ այդ դժվարությունները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, դուք այդ դժվարություններից, այդ խնդիրներից կարողանալու եք դուրս գալ, ուղղակի ժամանակ է ցույց տալիս։ Նարինե 23 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր